Երբ հատուկ ծառայությունները մտան Մանվել Գրիգորյանի առանձնատուն Էջմիածնում, նրանք գտան մի բան, որը չպետք է գոյություն ունենար։ Ստորգետնյա սենյակում, որտեղ օդը հոտ էր տալիս խոնավությամբ եւ մարդկային տառապանքով, պատին ամրացված էր ծանր շղթա, ժանգոտ օղակներով, որոնք տասնամյակներ շարունակ չէին տեսել արևի լույսը։ Հատակին ցրված էին դատարկ պահածոյի տուփեր, զինվոր մակագրությամբ։ Այն սնունդը, որը նախատեսված էր հայ բանակի համար, բայց որը տարիներ շարունակ օգտագործվում էր մարդու կերակրելու համար, ինչպես անասունի։ Բայց ամենաշոկային բանը չէր այս վայրագությունը։ Ամենաշոկային այն էր, որ ամբողջ Էջմիածինը գիտեր այս մասին։ Հարևանները լսում էին աղաղակները, տեղական ոստիկանությունը ստանում էր ազդանշաններ, իսկ գեներալի մերձավորները տեսնում էին այն մարդուն, ով 3 տարի անցկացրել էր այդ զնդանում։ Բայց բոլորը լռում էին։ Ով էր այդ մարդը, որին ջնջել էին աշխարհից 3 տարով։ Ինչու էր Արցախի հերոսը վերածվել Էջմիածնի ամենավախեցրած մարդուն։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող էր ամբողջ համայնքը լռել այս հանցագործության մասին այդքան երկար։ Մանվել Գրիգորյանի անունը Հայաստանում 2 տարբեր զգացումներ է առաջացնում, կախված նրանից, թե երբ եք ծնվել եւ որտեղ եք ապրել։ Ավելի տարեց սերնդի համար, նրանք, ովքեր հիշում են Արցախյան պատերազմի սարսափները, Մանվելը մնում է հերոս, մարդ, ով իր կյանքը դրեց զոհասեղանին երկրի համար։ Բայց Էջմիածնի բնակիչների համար, հատկապես նրանց, ովքեր ապրում էին նրա առանձնատան մոտակայքում, Մանվել Գրիգորյանը ուրիշ բան էր, ֆեոդալ, ով իր իշխանությունը վերածել էր բացարձակ տիրապետության։ Երբ նա քայլում էր Էջմիածնի փողոցներով իր պահապաններով, մարդիկ խոնարհվում էին ոչ թե հարգանքից, այլ վախից։ Երբ նրա սև ջիպերը անցնում էին քաղաքի կենտրոնով, վարորդները կանգ էին առնում ու սպասում, մինչև երթը անցնի։ Բայց ամենավախեցնողը չէր այս արտաքին ուժի ցուցադրումը։ Ամենավախեցնողն այն էր, ինչ կատարվում էր նրա առանձնատան պատերի ետևում, այնտեղ, որտեղ ոչ ոք չէր համարձակվում նայել։ Տեղական բնակիչները պատմում էին, որ գիշերները լսում էին տարօրինակ ձայներ, շների հաչոց, մարդկանց աղաղակներ, ծանր մետաղական դռների փակվելու ձայն։ Բայց առավոտյան, երբ նրանց հարցնում էին, բոլորը ասում էին, որ ոչինչ չեն լսել։ Ով էր այն առաջին մարդը, ով համարձակվեց խոսել, եւ ինչպես էր հնարավոր, որ այս լռությունը տևեց ոչ թե ամիսներ, այլ տարիներ։ 1990-ականների վերջերին, երբ Հայաստանը դեռ վերականգնվում էր Արցախյան պատերազմի վերքերից, Մանվել Գրիգորյանը սկսեց կառուցել իր կայսրությունը։ Նա չէր պարզապես հարուստ մարդ, նա էր մարդ, ով ուներ կապեր բանակի, քաղաքական վերնախավի եւ անվտանգության ծառայությունների հետ։ Նրա առանձնատունը Էջմիածնում աստիճանաբար վերածվեց ամրոցի, բարձր պատերով, անվտանգության տասնյակ տեսախցիկներով եւ պահապանների ամբողջ բանակով։ Բայց ինչու էր պետք այսքան անվտանգություն մի մարդու, ով պաշտոնապես այլևս ծառայության մեջ չէր։ Պատասխանը գտնվում էր ոչ թե նրա վախից արտաքին թշնամիներից, այլ նրա ցանկությունից թաքցնել այն, ինչ կատարվում էր ներսում։ Երբ հետագայում քննիչները վերլուծեցին առանձնատան կառուցվածքը, նրանք հայտնաբերեցին, որ ստորգետնյա մասը կառուցվել էր հատուկ նախագծով, ձայնամեկուսացված պատերով եւ առանձին օդափոխման համակարգով։ Սա չէր պարզապես նկուղ կամ պահեստ։ Սա էր բանտ, կառուցված մի մարդու համար, ում գոյությունը պետք է մնար գաղտնիք։ Ով էր այդ մարդը։ Ինչու էր նա այնտեղ։ Եվ ամենակարևորը, ով գիտեր նրա մասին եւ ինչու լռում էր։ Երբ խոսում ենք Մանվել Գրիգորյանի հարստության մասին, մենք չենք խոսում պարզապես փողի մասին։ Մենք խոսում ենք համակարգի մասին, որը թույլ տվեց մի մարդու կուտակել այնպիսի ունեցվածք, որը գերազանցում էր ամբողջ Էջմիածնի տարեկան բյուջեն։ Երբ քննիչները մտան նրա առանձնատուն, նրանք հաշվեցին ավելի քան 200 ավտոմեքենա, սկսած խորհրդային ժամանակների Վոլգաներից մինչև ժամանակակից Մերսեդեսներ եւ զինված տեխնիկա։ Բայց ամենաշոկայինը չէր մեքենաների քանակը։ Ամենաշոկայինն այն էր, որ շատ այս տեխնիկայից ուներ բանակային համարանիշներ եւ պաշտոնապես համարվում էր Հայաստանի պաշտպանության նախարարության սեփականություն։ Ինչպես կարող էր մի մարդ, անգամ գեներալ, տիրանալ բանակային տեխնիկային եւ պահել այն իր անձնական առանձնատանը։ Պատասխանը պարզ էր, համակարգը թույլ էր տալիս։ Բայց ով կազմում էր այդ համակարգը։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր ստորագրում էին փաստաթղթերը, թույլ տալով զինվորական սարքավորումը դուրս բերել բանակից։ Ովքեր էին նրանք, ովքեր ստուգում էին պաշարները եւ չէին նկատում, որ տասնյակ տոննա սնունդ, հազարավոր միավոր զենք եւ ռազմական հագուստ անհետանում են առանց որևէ հետքի։ Հիմա պատկերացրեք սովորական հայ զինվորի կյանքը 2000-ականների սկզբին։ Նա ծառայում է սահմանին, հեռու իր ընտանիքից, ապրում է կոշտ պայմաններում եւ ստանում է ամսական մոտ 30,000 դրամ, այն ժամանակ մոտավորապես 60 ամերիկյան դոլար։
Նրա ընտանիքը տանը սպասում է այդ փողին, որպեսի վճարի կոմունալ ծախսերը եւ գնի սնունդ։ Բայց այդ զինվորը չգիտի, որ սնունդը, որը նախատեսված է նրա համար, այն պահածոները զինվոր մակագրությամբ, որոնք պետք է լինեին նրա սեղանին, փոխարենը գտնվում են Մանվել Գրիգորյանի առանձնատան ստորգետնյա սենյակում։ Այդ պահածոները, որոնք վճարվել են հայ հարկատուների փողերով, օգտագործվում են ոչ թե զինվորների, այլ շների եւ բանտարկյալների կերակրելու համար։ Երբ քննիչները հաշվեցին գողացված ռազմական ունեցվածքի արժեքը, թիվը հասավ մի քանի միլիարդ դրամի։ Եթե այդ գումարը բաժանենք զինվորների քանակի վրա, ապա պարզվում է, որ յուրաքանչյուր զինվոր կարող էր ստանալ լրացուցիչ մի քանի ամիս աշխատավարձ։ Բայց փոխարենը այդ փողերը գնացին մի մարդու անձնական հարստության մեջ, մարդու, ով երբեմն եղել էր նրանց հրամանատար։ Ինչպես կարող էր սա տեղի ունենալ այնքան երկար, առանց որևէ մեկի ուշադրությունը գրավելու։ Բայց Մանվել Գրիգորյանի կայսրությունը չերսությունը չէր սահմանափակվում միայն գողությամբ։ Նա ստեղծել էր իշխանության ամբողջ համակարգ, որտեղ նա էր օրենքը։ Էջմիածնում բոլորը գիտեին, որ եթե ունես խնդիր Մանվելի հետ, ոստիկանությունը քեզ չի օգնի։ Տեղական ոստիկանները ստանում էին հրահանգներ ոչ թե իրենց վերադասներից, այլ գեներալի մարդկանցից։ Երբ ինչ-որ մեկը փորձում էր բողոք ներկայացնել, նրան պարզապես ասում էին, որ սխալվել է, կամ ավելի վատ, սպառնում էին։ Մի դեպքում, երբ տեղական բնակիչը փորձեց բողոքել աղմուկի դեմ, որը գալիս էր Մանվելի առանձնատունից, հաջորդ օրը նրա տունը հայտնվեց պատահական հրդեհի մեջ։ Ոստիկանությունը եզրակացրեց, որ դա էլեկտրական կարճ միացում էր։ Ոչ ոք չհամարձակվեց հարցականի տակ դնել այդ եզրակացությունը։ Սա էր Մանվելի իշխանության իրական էությունը, ոչ թե ֆիզիկական ուժը, այլ վախը, որը նա ստեղծել էր ամբողջ համայնքում։ Մարդիկ վախենում էին ոչ միայն նրանից, այլև նրանից, որ ոչ ոք չէր պաշտպանի նրանց, եթե նրանք խոսեին։ Ինչպես կարող է ամբողջ քաղաք ապրել այսպիսի վախի մեջ։ Ով էր պատասխանատու այս համակարգի ստեղծման համար։ 2010 թվականներին, երբ Հայաստանում սկսվեցին քաղաքական փոփոխություններ, Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիությունը դեռ անխախտ էր։ Նա շարունակում էր ապրել իր առանձնատանում, շարունակում էր վերահսկել Էջմիածինը, եւ ամենակարևորը, շարունակում էր պահել իր ստորգետնյա բանտում մարդուն, ում մասին ոչ ոք չպետք է իմանար։ Այդ մարդու անունը Հրայր Մելքումյանն էր, եւ նրա պատմությունը ամենաշոկայինն է այս ողջ գործում։ Հրայրը չէր հանցագործ, չէր Մանվելի թշնամի, չէր անգամ անծանոթ։ Նա էր Մանվելի հարազատը, մարդ, ով վստահել էր գեներալին եւ եկել էր նրա տուն։ Բայց ինչ որ պատճառով, որը դեռ լիովին պարզ չէ, Մանվելը որոշեց, որ Հրայրը պետք է անհետանա։ Ոչ թե սպանվի, դա կլիներ չափազանց պարզ եւ կթողներ հետքեր։ Ոչ, Հրայրը պետք է ջնջվեր աշխարից, պահվեր այնտեղ, որտեղ ոչ ոք երբեք չէր գտնի նրան։ Այդպես էլ եղավ։ 3 տարի Հրայր Մելքումյանը ապրեց Մանվելի առանձնատան ստորգետնյա սենյակում, շղթայված պատին, սնվելով գողացված բանակային պահածոներով, տեսնելով արևի լույսը միայն այն հազվադեպ պահերին, երբ նրան թույլ էին տալիս դուրս գալ բակ, պահապանների խիստ հսկողության ներքո։ Բայց ինչպես կարող է մարդ անհետանալ 3 տարով առանց որևէ մեկի նկատելու։ Հրայրի ընտանիքը փնտրում էր նրան, դիմում էր ոստիկանություն, բայց ստանում էր միշտ նույն պատասխանը. մենք փնտրում ենք, բայց դեռ ոչինչ չենք գտել։ Իրականում ոստիկանությունը գիտեր, թե որտեղ է Հրայրը։ Տեղական բաժնի մի քանի ոստիկաններ տեսել էին նրան Մանվելի առանձնատանը, բայց նրանց ասվել էր, որ դա ընտանեկան հարց է, եւ նրանք չպետք է միջամտեն։ Հարևանները լսում էին ձայներ, տեսնում էին, թե ինչպես է ինչ-որ մեկը երբեմն հայտնվում բակում, շղթայված եւ պահապանների շրջապատմամբ, բայց նրանք վախենում էին խոսել։ Մանվելի իշխանությունը այնքան բացարձակ էր, որ նույնիսկ ականատեսները նախընտրում էին լռել, քան ռիսկի դնել իրենց եւ իրենց ընտանիքների անվտանգությունը։ Սա չէր պարզապես մի մարդու բռնատիրություն։ Սա էր ամբողջ համակարգի ձախողում, համակարգի, որտեղ ոստիկանությունը, դատախազությունը, տեղական իշխանությունները բոլորը գիտեին, բայց բոլորը լռում էին։ Ինչպես կարող էր սա տեղի ունենալ Հայաստանում, երկրում, որը պաշտոնապես ժողովրդավարություն է եւ ունի օրենքի գերակայություն։ 2017 թվականին, երբ Հայաստանում սկսվեցին հասարակական շարժումները, որոնք հետագայում կհանգեցնեին Թավշյա հեղափոխությանը, Մանվել Գրիգորյանը դեռ զգում էր իրեն անձեռնմխելի։ Նա շարունակում էր իր կյանքը, կազմակերպում էր հանդիսություններ իր առանձնատանը, ընդունում էր հյուրեր, եւ ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե ինչ է կատարվում ստորգետնյա սենյակում։ Բայց փոփոխությունները արդեն սկսվել էին։ Հասարակությունը սկսում էր խոսել կոռուպցիայի, անպատժելիության եւ իշխանության չարաշահման մասին։ Մարդիկ այլևս չէին վախենում այնպես, ինչպես առաջ։ Սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել հրապարակումներ,
Մանվելի հարստության մասին, նրա առանձնատան մասին, նրա կապերի մասին։ Բայց դեռ ոչ ոք չգիտեր հրայրի մասին։ Դեռ ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ սարսափ է թաքնված այդ առանձնատան պատերի ետևում։ Պահը, երբ ճշմարտությունը կբացահայտվի, մոտենում էր, բայց դեռ ոչ ոք չգիտեր, թե որքան շոկային կլինի այն։ Ով էր լինելու այն առաջին մարդը, ով համարձակվեր խոսել։ Ինչպես էր հրայրը վերապրել 3 տարի այդ պայմաններում։ Եվ ամենակարևորը, ովքեր էին նրանք, ովքեր գիտեին եւ ծածկում էին այս հանցագործությունը։ Մինչև վերջին րոպեն հավատացի, որ կազատվեմ, ասում է Մանվելի անձնական պահապաններից մեկը։ Ձեռքերը դեռ դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչը մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ Մանվելի ներքին շրջանակից առաջին անգամ խոսում են այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ կարծում եք, որ գիտեք։ Էջմիածնի ամենավախեցրած մարդու մասին։ Մի նախկին պահապան պատմում է, թե ինչպես էր ստիպված յուրաքանչյուր գիշեր ստուգել ստորգետնյա սենյակի դուռը, համոզվելու համար, որ հրայրը դեռ կենդանի է։ Մեկ այլ վկա, որը տարիներ աշխատել է առանձնատան խոհարարուհի, նկարագրում է, թե ինչպես էր ստիպված պատրաստել 2 տարբեր ճաշ։ Մեկը գեներալի ընտանիքի համար թարմ մթերքներից, մյուսը հրայրի համար ժամկետանց բանակային պահածոներից։ Երրորդ վկան, նախկին վարորդ, հիշում է, թե ինչպես էր գիշերները տեղափոխում բժիշկների Մանվելի առանձնատուն, ոչ թե գեներալին բուժելու, այլ ստուգելու, որ բանտարկյալը դեռ կարող է շարունակել ապրել այդ պայմաններում։ Այս մարդիկ տարիներ ապրել են այս գաղտնիքի հետ, եւ այժմ, երբ վերջապես խոսում են, նրանց ձայներում լսվում է ոչ միայն վախ, այլև մեղք։ Ինչու նրանք լռեցին այդքան երկար, ինչ սպառնալիքներ ստացան, եւ ամենակարևորը, քանի հոգի էին իրականում ներգրավված այս լռության դավադրության մեջ։ Երբ Հրայր Մելքումյանը առաջին անգամ մտավ Մանվել Գրիգորյանի առանձնատուն 2014 թվականի ամռանը, նա չէր կարող պատկերացնել, որ հաջորդ 3 տարիները կանցկացնի այնտեղ, շղթայված եւ մոռացված։ Նա եկել էր պարզ այցով, քննարկելու ընտանեկան հարցեր, քանի որ Մանվելը հեռավոր ազգական էր։ Բայց այդ օրը ինչ-որ բան սխալ գնաց։ Վկաները պատմում են, որ Հրայրը եւ Մանվելը սկսեցին վիճել, ինչ-որ հին պարտքի կամ ժառանգության մասին։ Վեճը սրվեց եւ մի պահի Մանվելը կանչեց իր պահապաններին։ Հրայրը չհասցրեց անգամ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նրան տարան ստորգետնյա սենյակ, շղթայեցին պատին, եւ Մանվելը հվելը հայտարարեց, որ նա կմնա այնտեղ, մինչև սովորի հարգել իշխանությունը։ Բայց օրերը վերածվեցին շաբաթների, շաբաթները ամիսների, եւ Հրայրը դեռ այնտեղ էր։ Մանվելը երբեմն իջնում էր ստորգետնյա սենյակ, նայում էր շղթայված մարդուն եւ հարցնում. «Արդյոք սովորեցիր»։ Հրայրը լռում էր, քանի որ հասկացել էր, որ ինչ էլ ասեր, դա ոչինչ չէր փոխի։ Գեներալը վայելում էր իր բացարձակ իշխանությունը, իշխանություն ոչ միայն մարդու ազատության, այլև նրա գոյության վրա։ Ինչպես կարող է մարդ այդպես կորցնել իր մարդկայնությունը։ Ինչ է կատարվում մարդու հոգում, երբ նա հասկանում է, որ կարող է անել ցանկացած բան առանց հետևանքների։ Բայց Հրայրի պատմությունը ոչ միայն Մանվելի դաժանության մասին է։ Այն նաև պատմություն է համակարգի մասին, որը թույլ տվեց սրան տեղի ունենալ։ Երբ Հրայրի ընտանիքը դիմեց ոստիկանություն, նրանց ասացին, որ չկան բավարար ապացույցներ, որ նա անհետացել է հանցագործության հետևանքով։ Երբ նրանք պնդեցին, որ վերջին անգամ Հրայրը տեսնվել է Մանվելի առանձնատան մոտ, ոստիկանները պատասխանեցին, որ գեներալը հարգված մարդ է եւ նման մեղադրանքներ անհիմն են։ Երբ ընտանիքը փորձեց դիմել ավելի բարձր ատյաններ, նրանց պարզապես անտեսեցին։ Համակարգը պաշտպանում էր Մանվելին, քանի որ Մանվելը մաս էր այդ համակարգի։ Նա ուներ կապեր բանակում, անվտանգության ծառայություններում, ում քաղաքական վերնախավում։ Նրա անունը հիշեցնում էր Արցախյան պատերազմի հերոսությունները, եւ ոչ ոք չէր ուզում հավատալ, որ հերոսը կարող է լինել հանցագործ։ Բայց ամենավատագույնը չէր համակարգի անտարբերությունը։ Ամենավատագույնն այն էր, որ շատերը իրականում գիտեին ճշմարտությունը, բայց ընտրեցին լռել։ Տեղական ոստիկանության պետը գիտեր, որ Հրայրը Մանվելի առանձնատանում է։ Մի քանի դատախազներ ստացել էին անանուն նամակներ այդ մասին։ Նույնիսկ մի քանի բարձրաստիճան զինվորականներ լսել էին լուրեր։ Բայց բոլորը որոշեցին, որ իրենց կարիերան եւ անվտանգությունը ավելի կարեւոր են, քան մի անհետացած մարդու կյանքը։ Քանի հոգի պետք է լռեն, որպիսի մի հանցագործություն շարունակվի 3 տարի։ Մանվել Գրիգորյանի առանձնատունը Էջմիածնում չէր պարզապես տուն։ Այն էր փոքրիկ պետություն իր սեփական օրենքներով, իր սեփական արդարական արդարադատությամբ, իր սեփական բանտով։ Երբ քննիչները վերջապես մտան այնտեղ 2018 թվականին, նրանք հայտնաբերեցին ոչ միայն Հրայրին, այլև ամբողջ համակարգ, որը ստեղծվել էր նրան այնտեղ պահելու համար։ Ստորգետնյա սենյակը ուներ հատուկ օդափոխման համակարգ,
որը թույլ էր տալիս մարդուն շնչել, բայց ոչ բավականաչափ, որպեսզի նա զգար իրեն հարմարավետ։ Պատերը ծածկված էին հատուկ նյութով, որը կլանում էր ձայները, համոզվելու համար, որ ոչ ոք դրսից չի լսի աղաղակները։ Շղթան ամրացված էր պատին այնպես, որ հրայրը կարող էր շարժվել միայն մի քանի քառակուսի մետր տարածության մեջ։ Հատակին կային հետքեր, տարիների շարունակ քայլելուց նույն տեղում։ Անկյունում կար փոքրիկ զուգարան եւ լվացարան, միակ հարմարավետությունները այս բանտում։ Բայց ամենասարսափելին էր սնունդը։ Քննիչները հաշվեցին ավելի քան 500 դատարկ պահածոյի տուփ, բոլորը զինվոր մակագրությամբ։ Սա նշանակում էր, որ 3 տարի հրայրը սնվել է միայն այն սնունդով, որը գողացվել էր հայ բանակից։ Երբ բժիշկները ստուգեցին հրայրի առողջությունը ազատման օրը, նրանք հայտնաբերեցին ծանր սնուցման անբավարարություն, D վիտամինի սուր պակաս, արևի լույսի բացակայության պատճառով եւ հոգեբանական տրավմա, որը կպահանջի տարիներ բուժման։ Ինչպես կարող է մարդ վերապրել 3 տարի այսպիսի պայմաններում եւ մնալ ողջ։ Բայց Մանվելի համակարգը ներառում էր ոչ միայն ֆիզիկական բանտը, այն ներառում էր նաեւ հոգեբանական բանտ, վախի մթնոլորտ, որը նա ստեղծել էր ամբողջ Էջմիածնում։ Մարդիկ գիտեին, որ եթե խոսեն Մանվելի դեմ, հետևանքները կլինեն ծանր։ Մի տեղական բիզնեսմենը, որը մերժել էր վճարել պաշտպանության գումար Մանվելի մարդկանց, հայտնաբերեց, որ նրա բիզնեսը հանկարծ սկսեց ստանալ անընդհատ ստուգումներ հարկային ծառայությունից, հրշեջ ծառայությունից, սանիտարական ծառայությունից։ Երբ նա փորձեց բողոքել, նրան պարզապես ասացին, որ սա ստանդարտ ընթացակարգ է։ Մեկ այլ դեպքում, երբ տեղական լրագրողը փորձեց գրել հոդված Մանվելի հարստության մասին, նրա խմբագիրը մերժեց հրապարակել այն, ասելով, որ մենք չունենք բավարար ապացույցներ։ Իրականում խմբագիրը ստացել էր զանգ Մանվելի իրավաբանից, սպառնալիքով դատական հայց ներկայացնելու։ Սա էր Մանվելի իշխանության իրական ուժը, ոչ թե նրա զենքերը կամ նրա պահապանները, այլ համակարգը, որը նա ստեղծել էր, որտեղ բոլորը վախենում էին նրանից, եւ ոչ ոք չէր պաշտպանի նրանց, եթե նրանք համարձակվեին դիմադրել։ Ինչպես կարող է ժողովրդավարական երկրում գոյություն ունենալ այսպիսի համակարգ։ Ովքեր են պատասխանատու այս համակարգի ստեղծման եւ պահպանման համար։ 2017 թվականի վերջերին, երբ Հայաստանում քաղաքական իրավիճակը սկսեց փոխվել, Մանվել Գրիգորյանը զգաց, որ նրա իշխանությունը սկսում է թուլանալ։ Փողոցներում մարդիկ բողոքում էին կոռուպցիայի դեմ, պահանջում էին արդարություն, եւ Մանվելի անունը սկսեց հայտնվել այդ բողոքների մեջ։ Սոցիալական ցանցերում սկսեցին տարածվել լուսանկարներ նրա առանձնատան անմասին, նրա ավտոմեքենաների հավաքածուի մասին, նրա ապրելակերպի մասին։ Մարդիկ սկսեցին հարցեր տալ, ինչպես կարող է մի գեներալ, որի պաշտոնական աշխատավարձը երբեք չի գերազանցել մի քանի 100,000 դրամ ամսական, ունենալ այսպիսի հարստություն։ Բայց Մանվելը դեռ հույս ուներ, որ իր կապերը կպաշտպանեն նրան։ Նա դեռ հավատում էր, որ համակարգը, որը տարիներ շարունակ պաշտպանել էր նրան, կշարունակի դա անել։ Նա սխալվեց։ Երբ Թավշյա հեղափոխությունը հաջողեց 2018 թվականի գարնանը, նոր իշխանությունները հայտարարեցին, որ կքննեն բոլոր կոռուպցիոն գործերը, անկախ նրանից, թե ով է ներգրավված։ Մանվել Գրիգորյանի անունը էր առաջին տասնյակում։ Հատուկ ծառայությունները ստացան հրաման ստուգել նրա առանձնատունը։ Երբ նրանք մտան այնտեղ հունիսի 28-ին, նրանք գտան ոչ միայն գողացված զինվորական սարքավորումները, ոչ միայն փաստաթղթերը, որոնք ապացուցում էին տարիների կոռուպցիան, այլև Հրայր Մելքումյանին, շղթայված, թուլացած, բայց դեռ կենդանի։ Այդ պահից սկսվեց Մանվել Գրիգորյանի անկումը։ Անկում, որը ցույց տվեց, որ անկախ նրանից, թե որքան հզոր ես, արդարադատությունը վերջապես կարող է հասնել քեզ։ Բայց արդյոք այս արդարադատությունը բավարար էր։ Արդյոք պատիժը համապատասխանում էր հանցագործությանը։ Երբ լուրը Հրայրի ազատման մասին տարածվեց Էջմիածնում, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Մարդիկ, ովքեր տարիներ լռել էին, հանկարծ սկսեցին խոսել։ Հարևանները պատմեցին, թե ինչպես էին լսում ձայներ, բայց վախենում էին զեկուցել։ Նախկին աշխատակիցները նկարագրեցին, թե ինչպես էին տեսել Հրայրին, բայց ստացել էին սպառնալիքներ լռելու համար։ Նույնիսկ մի քանի ոստիկաններ, արդեն թոշակի անցած, խոստովանեցին, որ գիտեին այս մասին, բայց ստացել էին հրահանգներ չմիջամտել։ Բայց ամենաշոկայինը չէր այս խոստովանությունները։ Ամենաշոկային այն էր, թե քանի հոգի իրականում գիտեին եւ լռեցին։ Քննիչները գնահատեցին, որ առնվազն 30-ից 40 հոգի ուներ ուղակի գիտելիք Հրայրի բանտարկության մասին։ Սա ներառում էր պահապաններ, աշխատակիցներ, ոստիկաններ, նույնիսկ մի քանի բժիշկներ, ովքեր կանչվել էին ստուգելու նրա առողջությունը։ Բոլոր այս մարդիկ ընտրեցին լռել։ Ինչու՞։ Ոմանք վախենում էին իրենց կյանքի համար։ Ուրիշները վախենում էին կորցնել իրենց աշխատանքը։
Երրորդները պարզապես չէին ուզում խնդիրներ։ Բայց արդյունքը նույնն էր։ Մի մարդ տառապեց 3 տարի, քանի որ ամբողջ համայնքը որոշեց, որ իրենց անձնական շահերը ավելի կարևոր են, քան մարդու կյանքը։ Սա չէր պարզապես Մանվել Գրիգորյանի հանցագործություն։ Սա էր ամբողջ համակարգի հանցագործություն։ Համակարգի, որը թույլ տվեց սրան տեղի ունենալ։ Ինչպես կարող ենք համոզվել, որ սա երբեք չկրկնվի։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Մանվել Գրիգորյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, Երևանի տակ անցնող յուրաքանչյուր թունել։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրություն կատարեք, պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 2018 թվականի հունիսի 22-ին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Նախկին անվտանգության ծառայության բարձրաստիճան սպան, որը տարիներ շարունակ պատասխանատու էր եղել Մանվելի անձնական պաշտպանության համար, այսօր առաջին անգամ պատմում է, թե ինչպես էր յուրաքանչյուր լուսաբաց արթնանում, հույս ունենալով, որ այսօրը չի լինի այն օրը, երբ գեներալը կպահանջի անել ինչ-որ բան, որից հետո հետ ճանապարհ չի լինի։ Նա հիշում է, թե ինչպես էր Մանվելը երբեմն գիշերները իջնում ստորգետնյա սենյակ, նստում հրայրի դիմաց եւ խոսում իր մասին, իր վախերի, իր թշնամիների, իր պարանոյայի մասին։ Կարծես շղթայված մարդը միակ էակն էր, ում նա կարող էր վստահել։ Բայց ամենավախեցնողը չէր այս գիշերային խոստովանությունները։ Ամենավախեցնողն այն էր, որ Մանվելը սկսել էր խոսել այն մասին, թե ինչպես է նա պատրաստվում մաքրել իր շրջապատը, ազատվել բոլոր նրանցից, ովքեր չափազանց շատ գիտեն։ Երբ պահապանները լսեցին այս խոսակցությունները, նրանք հասկացան, կամ նա, կամ մենք։ Արդյոք նրանց դավաճանությունը հերոսություն էր, թե պարզապես հուսահատ պայքար գոյատևելու համար։ Բայց Մանվել Գրիգորյանի իրական վախերը սկսվեցին ոչ թե 2018 թվականին, այլ շատ ավելի վաղ, երբ նրա մարմինը սկսեց նրան դավաճանել։ 2012 թվականից սկսած գեներալը սկսեց տառապել ծանր գլխացավերից, որոնք երբեմն տևում էին ամբողջ օրեր։ Նրա անձնական բժիշկը, որը պարտավորված էր պահպանել բժշկական գաղտնիք նույնիսկ մահից հետո, այսօր առաջին անգամ բացահայտում է, թե ինչ իրականում կատարվում էր գեներալի առողջության հետ։ Անվտանգության ծառայության արխիվներում պահպանվում է ցուցակ այն դեղամիջոցների, որոնք պատվիրվում էին Մանվելի համար։ Ուժեղ ցավազրկողներ, որոնք սովորաբար նշանակվում են միայն քաղցկեղով հիվանդներին, հակադեպրեսանտներ, որոնք օգտագործվում են ծանր հոգեբանական խանգարումների դեպքում, եւ ինչ-որ հատուկ ներարկումներ, որոնց անվանումները նույնիսկ բժիշկը չէր ճանաչում առանց հատուկ հետազոտության։ Այս ցուցակը բացահայտում է հիվանդություն, որը Մանվել Գրիգորյանը թաքցրել է հայ ժողովրդից տասնամյակներ շարունակ։ Բժիշկը նկարագրում է, թե ինչպես էր գեներալը երբեմն արթնանում գիշերվա մեջ, աղաղակելով, որ նրա գլուխը պայթելու է, թե ինչպես էր նա պահանջում ավելի ու ավելի ուժեղ դեղեր, եւ թե ինչպես էր բժիշկը զգուշացնում, որ այսպիսի դեղաչափերը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։ Բայց Մանվելը չէր լսում։ Նա ուզում էր միայն մեկ բան, որ ցավը դադարի։ Ցավը, որը ոչ միայն ֆիզիկական էր, այլև հոգեբանական։ Վախը, որ նրա իշխանությունը սահում է նրա ձեռքերից։ Վախը, որ նրա մարմինը այլևս չի կարող պահպանել այն ուժը, որը նա ցուցադրում էր տարիներ շարունակ։ Ինչպես կարող է մարդ, որը որոշում էր միլիոնավորների ճակատագիրը դողալ, երբ ոտքի է կանգնում աթոռից։ Մանվելի առողջական վիճակի վիվաթարացումը դարձավ խորհրդանիշ ամբողջ ռեժիմի փլուզման։ Երբ նրա ձեռքերը սկսեցին դողալ, նույնպես դողաց նրա իշխանությունը։ Երբ նրա հիշողությունը սկսեց թուլանալ, նույնպես թուլացավ նրա վերահսկողությունը իր մարդկանց վրա։ Նախկին պահապանները պատմում են, թե ինչպես էր Մանվելը երբեմն մոռանում, թե ինչ էր հրամայել մի ժամ առաջ, եւ հետո բարկանում, երբ նրան հիշեցնում էին։ Թե ինչպես էր նա երբեմն շփոթվում, կանչելով մարդկանց այն անուններով, որոնք նրանք չունեին, կամ խոսելով դեպքերի մասին, որոնք երբեք տեղի չէին ունեցել։ Բայց ամենավախեցնողը չէր այս հիշողության կորուստը։ Ամենավախեցնողն այն էր, որ Մանվելը սկսել էր տեսնել դավաճանություն ամենուր։ Նա մեղադրում էր իր ամենամոտ մարդկանց, որ նրանք դավադրություն են կազմակերպում նրա դեմ։ Նա պահանջում էր, որ իր սնունդը ստուգվի թույների համար։ Նա մերժում էր հանդիպել մարդկանց առանց իր պահապանների ներկայության։ Նրա առանձնատունը, որը միշտ եղել էր ամրոց, վերածվեց բանտի, որտեղ ոչ միայն հրայրը, այլև ինքը, Մանվելը, էր բանտարկված իր սեփական վախերի մեջ։ Մի նախկին խորհրդական պատմում է, թե ինչպես էր Մանվելը 2017 թվականին պահանջել, որ բոլոր նրա սենյակներում տեղադրվեն լրացուցիչ տեսախցիկներ, որպեսզի նա կարողանա հետևել, թե ով ինչ է անում, նույնիսկ իր բացակայության ժամանակ։
Թե ինչպես էր նա սկսել պահանջել, որ յուրաքանչյուր այցելու մասին նրան տեղեկացնեն առնվազն 24 ժամ առաջ, եւ թե ինչպես էր նա երբեմն չեղարկում հանդիպումները վերջին րոպեին, առանց որևէ բացատրության։ Սա էր մարդ, ով կորցնում էր իր միտքը, եւ բոլորը շուրջը տեսնում էին դա, բայց ոչ ոք չէր համարձակվում ասել։ Ինչպես կարող է ամբողջ համակարգ շարունակել գործել, երբ դրա գլուխը այլևս չի կարող մտածել պարզ։ Բայց Մանվելի պարանոյան ուներ իրական հիմքեր։ Անվտանգության ծառայության արխիվներում, որոնք բացվեցին 2018 թվականից հետո, հայտնաբերվեցին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ գեներալի շրջապատում իսկապես կային մարդիկ, ովքեր աշխատում էին այլ ուժերի համար։ Մի նախկին անվտանգության սպա, որը տարիներ շարունակ հավաքել էր տեղեկություններ Մանվելի մասին, այսօր խոստովանում է, որ նա փոխանցում էր զեկույցներ ուղղակիորեն Երևան։ Մարդկանց, ովքեր ուզում էին իմանալ ամեն ինչ գեներալի գործունեության մասին։ Այս զեկույցներում մանրամասն նկարագրվում էր, թե ինչ է կատարվում Մանվելի առանձնատանում, ովքեր են այցելում, ինչ են քննարկում, որտեղ են պահվում փաստաթղթերը եւ ամենակարևորը, որտեղ է պահվում Հրայր Մելքումյանը։ Այո, կային մարդիկ բարձր պաշտոններում, ովքեր գիտեին Հրայրի մասին տարիներ շարունակ, բայց որոշեցին սпасել ճիշտ պահին, օգտագործելու այս տեղեկությունը որպես զենք Մանվելի դեմ։ Երբ Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, այդ պահը եկավ։ Փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ հավաքվել էին, հանկարծ հայտնվեցին նոր իշխանությունների ձեռքում։ Զեկույցները, լուսանկարները, վկաների ցուցմունքները, ամեն ինչ պատրաստ էր սпасելով միայն հրամանի։ Երբ հատուկ ծառայությունները մտան Մանվելի առանձնատուն, նրանք ճշգրիտ գիտեին, թե որտեղ փնտրել, քանի որ նրանց արդեն տրված էին մանրամասն քարտեզներ, ցույց տալով յուրաքանչյուր սենյակ, յուրաքանչյուր թաքնված անցում, յուրաքանչյուր գաղտնի պահեստ։ Սա չէր պարզապես քննություն, սա էր մանրակրկիտ պլանավորված օպերացիա, որը նախապատրաստվել էր տարիներ շարունակ։ Ովքեր էին այդ մարդիկ, ովքեր այդքան երկար սպասեցին։ Ինչու նրանք չազատեցին Հրայրին ավելի վաղ։ Եվ ամենակարևորը, քանի այլ գաղտնիքներ են դեռ թաքնված այդ արխիվներում։ Երբ քննիչները սկսեցին ուսումնասիրել Մանվել Գրիգորյանի արխիվները, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, որը պետք է մնար թաքնված հավերժ։ Գեներալի անձնական սեյֆում, որը թաքնված էր նրա գրասենյակի հատակի տակ, գտնվեցին փաստաթղթեր, որոնք բացահայտում էին ճշմարտությունը նրա հարստության աղբյուրների մասին։ Սրանք չէին պարզապես ֆինանսական հաշվետվություններ, սրանք էին մանրամասն գրառումներ, ցույց տալով, թե ինչպես էր Մանվելը տարիներ շարունակ գողանում բանակից, սկսած սնունդից եւ վառելիքից, մինչև զենք եւ զինվորական տեխնիկա։ Յուրաքանչյուր գործարքի համար կար առանձին թերթիկ, ցույց տալով ամսաթիվը, քանակը, գինը եւ այն մարդկանց անունները, ովքեր ներգրավված էին։ Բայց ամենաշոկայինը չէր այս գրառումները։ Ամենաշոկային այն էր, որ շատ այս փաստաթղթերի վրա կային ստորագրություններ։ Ստորագրություններ բարձրաստիճան զինվորականների, պաշտպանության նախարարության պաշտոնյաների, նույնիսկ մի քանի քաղաքական գործիչների։ Սա նշանակում էր, որ Մանվելը չէր գործում միայնակ։ Նա ուներ ամբողջ ցանց։ Մարդիկ, ովքեր օգնում էին նրան, ովքեր ստորագրում էին փաստաթղթերը, ովքեր ծածկում էին հետքերը։ Երբ քննիչները փորձեցին հետևել այս փաստաթղթերին, նրանք հայտնաբերեցին, որ շատերը հանգեցնում էին մարդկանց, ովքեր դեռ զբաղեցնում էին կարևոր պաշտոններ 2018 թվականին։ Ինչպես կարող էր սա լինել։ Ինչպես կարող էին այս մարդիկ շարունակել իրենց կարիերան, երբ նրանք ուղղակիորեն ներգրավված էին մի հսկայական կոռուպցիոն սխեմայի մեջ։ Պատասխանը պարզ էր, քանի որ համակարգը պաշտպանում էր իր սեփականներին։ Բայց հիմա, երբ փաստաթղթերը հրապարակային էին, արդյոք արդարադատությունը կհասներ բոլորին, թե միայն Մանվելը կդառնար զոհաբերական գառ։ Մանվելի արխիվներում կար նաև ուրիշ բան, ինչ-որ բան, որը քննիչները սկզբում չէին կարող հասկանալ։ Դրանք էին ցուցակներ, պարզ ցուցակներ անուններով, ամսաթվերով եւ կարճ նշումներով։ Մի ցուցակում գրված էր մաքրել, մեկ այլում հետևել, երրորդում վերահսկել։ Երբ քննիչները սկսեցին համեմատել այս անունները իրական մարդկանց հետ, նրանք հայտնաբերեցին սարսափելի օրինաչափություն։ Շատ այն մարդկանցից, ովքեր նշված էին մաքրել ցուցակում, հետագայում անհետացել էին կամ մահացել էին կասկածելի հանգամանքներում։ Մի նախկին բիզնեսմեն, ով վիճել էր Մանվելի հետ հողամասի համար, մահացել էր ավտովթարից 2013 թվականին։ Մի նախկին զինվորական, ով սպառնացել էր բացահայտել գեներալի գործարքները, հայտնաբերվել էր մահացած իր տանը, պաշտոնական եզրակացությունը սրտի կաթված։ Մի լրագրող, ով հետաքննում էր Մանվելի հարստությունը, անհետացել էր 2015 թվականին եւ երբեք չի գտնվել։ Արդյոք սրանք պարզապես պատահականություններ էին, թե ինչ-որ ավելի մութ բան։ Քննիչները չեն կարող ապացուցել ուղղակի կապ,
բայց ցուցակների գոյությունը ինքնին բավարար է հարուցելու լուրջ հարցեր։ Ինչպիսի այլ հանցագործություններ է կատարել Մանվել Գրիգորյանը, որոնց մասին մենք դեռ չգիտենք։ Քանի մարդ է տառապել նրա իշխանության ներքո։ Եվ ամենակարևորը, ովքեր են այն մարդիկ, ովքեր օգնեցին նրան իրականացնել այս ամենը։ Բայց թերևս ամենասարսափելի փաստաթղթերը Մանվելի արխիվներում էին բժշկական զեկույցները։ Ոչ թե նրա սեփական բժշկական զեկույցները, այլ Հրայր Մելքումյանի զեկույցները։ Ուիցները։ Պարզվեց, որ Մանվելը պարբերաբար կանչում էր բժիշկների ստուգելու Հրայրի առողջությունը, ոչ թե հոգ տանելու նրա մասին, այլ համոզվելու համար, որ նա դեռ կարող է շարունակել ապրել այդ պայմաններում։ Այս զեկույցներում մանրամասն նկարագրվում էր Հրայրի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի վատթարացումը, ամիսից ամիս, տարուց տարի։ Առաջին տարում բժիշկները նշում էին միայն թեթև սնուցման անբավարարություն եւ D վիտամինի պակաս։ Երկրորդ տարում արդեն լուրջ մկանային թուլություն, ատամների խնդիրներ եւ հոգեբանական դեպրեսիա։ Երրորդ տարում ծանր անեմիա, ոսկրերի խնդիրներ եւ այն, ինչ բժիշկները նկարագրում էին որպես ծանր հոգեբանական տրավմա, երկարատև մեկուսացման հետևանքով։ Բայց ամենասարսափելին չէր այս բժշկական տերմինաբանությունը։ Ամենասարսափելին այն էր, որ յուրաքանչյուր զեկույցի վերջում բժիշկները գրում էին. «Խորհուրդ է տրվում բարելավել պայմանները», բայց Մանվելը երբեք չէր անում դա։ Նա պարզապես կարդում էր զեկույցները, դնում իր սեյֆում եւ շարունակում իր կյանքը։ Կարծես ոչինչ չէր տեղի ունեցել։ Ինչպես կարող է մարդ կարդալ, որ մեկ ուրիշը տառապում է եւ ոչինչ չանել։ Ինչպես կարող են բժիշկները, ովքեր տեսնում էին այս տառապանքը, շարունակել այցելել եւ գրել զեկույցներ, առանց զեկուցելու իշխանություններին։ Քանի մարդ պետք է լռեն, որպիսի մի հանցագործություն շարունակվի 3 տարի։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Մանվել Գրիգորյանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկների առջև։ Այնինչ նա մեզ պատմում է վերջին շաբաթների մասին, կշրջի այն ամենը, ինչ կարծում եք, որ գիտեք։ Սկսած անձնական զրույցներից Նիկոլի եւ Էլենայի միջև, մինչև հուսահատ փախուստի պլանները, մինչև այն պահը, երբ նրանք հասկացան, որ ամեն ինչ վերջացել է։ Բացառիկ վկայություն, որը ձեզ կպահի շնչախերտ վիճակում։ Նախկին պահապանը նկարագրում է, թե ինչպես էր Մանվելը երբևէ մեկին հետեղում կցույցացնելու մասին։ Նրա կենսակերպը կարևոր է։ Սկսած խոհանոցը ինչպես էր Մանվելը 2018 թվականի մայիսին, երբ Երևանի փողոցներում արդեն հազարավոր մարդիկ էին պահանջում փոփոխություններ, յուրաքանչյուր գիշեր իջնում ստորգետնյա սենյակ եւ նստում Հրայրի դիմաց, ոչ թե նրան տանջելու, այլ խոսելու։ Նա խոսում էր իր վախերի մասին, թե ինչպես է ամեն ինչ փլուզվում նրա շուրջը, թե ինչպես են նրա սեփական մարդիկ սկսում նայել նրան այլ կերպ։ Հրայրը լռում էր, քանի որ ինչ կարող էր ասել մարդը, ով 3 տարի շղթայված էր պատին։ Բայց Մանվելը շարունակում էր խոսել, կարծես շղթայված մարդը միակ էակն էր, ում նա դեռ կարող էր վստահել։ Մի գիշեր հունիսի սկզբին Մանվելը իջավ ստորգետնյա սենյակ եւ ասաց Հրայրին. «Շուտով ամեն ինչ կփոխվի, կամ ես կազատվեմ, կամ դու կազատվես»։ Հրայրը առաջին անգամ 3 տարվա ընթացքում տեսավ վախ գեներալի աչքերում, իրական անկեղծ վախ։ Ով էր այն մարդը, ով վերջապես կոտրեց Մանվել Գրիգորյանի անձեռ մխելիության պատրանքը։ Ինչպես էր հնարավոր, որ ամբողջ համակարգը, որը տարիներ շարունակ պաշտպանում էր նրան, հանկարծ շրջվեց նրա դեմ։ Երբ հատուկ ծառայությունները մտան Մանվելի առանձնատուն 2018 թվականի հունիսի 28-ին, ներարդին նրան գտան ոչ միայն Հրայրին, ոչ միայն գողացված զինվորական սարքավորումները, այլև ինչ-որ բան, որը պետք է մնար թաքնված հավերժ։ Գեներալի անձնական սեյֆում, որը թաքնված էր նրա ննջասենյակի հատակի տակ, գտնվեց ձեռքով գրված ցուցակ, պարզ սպիտակ թերթիկ, որի վրա գրված էին 15 անուն։ Սրանք չէին պարզապես անուններ, սրանք էին գեներալներ եւ մերձավորներ, ովքեր պետք է վերացվեին տոների հետո։ Այս թղթի կտորը բացատրում է ամեն ինչ։ Երբ գեներալները տեսան ցուցակը, նրանք հասկացան, կամ նա, կամ մենք։ Արդյոք նրանց դավաճանությունը հերոսություն էր, թե պարզապես հուսահատ պայքար, գոյատևելու համար։ Քննիչները հայտնաբերեցին, որ այս ցուցակը կազմվել էր 2017 թվականի դեկտեմբերին, ճիշտ այն ժամանակ, երբ Մանվելի առողջական վիճակը սկսեց արագորեն վատթարանալ, եւ նրա պարանոյան հասավ գագաթնակետի։ Յուրաքանչյուր անվան կողքին կար կարճ նշում. «Գիտի չափազանց շատ, վտանգավոր, չի կարելի վստահել»։ Բայց ամենասարսափելին չէր ինքը ցուցակը։ Ամենասարսափելին այն էր, որ մի քանի այս անուններից արդեն ունեին նշում «կատարված», նշանակում, որ Մանվելը արդեն սկսել էր իրականացնել իր պլանը։ Երբ քննիչները սկսեցին հետաքննել այս դեպքերը, նրանք հայտնաբերեցին, որ 2 մարդ, ովքեր նշված էին ցուցակում,
իսկապես մահացել էին կասկածելի հանգամանքներում 2017 թվականի վերջին, մեկը ավտովթարից, մյուսը սրտի կաթվածից։ Արդյոք սրանք պարզապես պատահականություններ էին։ Քննիչները չեն կարող ապացուցել ուղղակի կապ, բայց ցուցակի գոյությունը ինքնին բավարար է, հասկանալու թե ինչ վտանգ էր սպառնում բոլոր նրանց, ովքեր գտնվում էին Մանվելի ներքին շրջանակում։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր իրականացրին այս հանձնարարությունները։ Արդյոք նրանք դեռ ազատության մեջ են։ Բայց Մանվել Գրիգորյանի պատմությունը ոչ միայն նրա մասին է։ Այն նաև պատմություն է այն մարդու մասին, ով վերջապես համարձակվեց խոսել։ Նրա անունը Արման Սարգսյանն է, եւ նա էր Մանվելի նախկին վարորդներից մեկը։ Մարդ, ով տարիներ շարունակ տեսել էր ամեն ինչ, բայց լռել էր վախից։ 2018 թվականի ապրիլին, երբ Երևանի փողոցներում սկսվեցին զանգվածային բողոքները, Արմանը որոշեց, որ եկել է պահը։ Նա գնաց ոստիկանություն եւ պատմեց ամեն ինչ. հրայրի մասին, գողացված զինվորական սարքավորումների մասին, ցուցակների մասին, այն ամենի մասին, ինչ տեսել էր տարիների ընթացքում։ Սկզբում ոստիկանները չէին հավատում նրան։ Նրանք կարծում էին, որ սա հերթական անհիմն մեղադրանք է հարգված գեներալի դեմ։ Բայց Արմանը ուներ ապացույցներ, լուսանկարներ, որոնք նա գաղտնի նկարել էր իր հեռախոսով, ձայնագրություններ զրույցների, որոնք նա պատահար պատարի, որոնք նա պատահաբար լսել էր, նույնիսկ փաստաթղթերի պատճեններ, որոնք նա գողացել էր Մանվելի գրասենյակից։ Երբ նոր իշխանությունները տեսան այս ապացույցները, նրանք հասկացան, որ սա ոչ թե պարզ կոռուպցիոն գործ է, այլ ինչ-որ շատ ավելի լուրջ։ Հունիսի 22-ին հատուկ ծառայությունները ստացան հրաման մտնել Մանվելի առանձնատուն։ Արմանը գնաց նրանց հետ, ցույց տալու թե որտեղ է ստորգետնյա սենյակը, որտեղ են պահվում փաստաթղթերը, որտեղ են թաքնված զենքերը։ Երբ նրանք վերջապես բացեցին ստորգետնյա սենյակի դուռը եւ տեսան հրայրին, շղթայված, թուլացած, բայց դեռ կենդանի, Արմանը սկսեց լալ։ Նա ասաց քննիչներին. «Ես պետք է խոսեի ավելի վաղ։ Ես կարող էի փրկել նրան տարիներ առաջ»։ Բայց արդյոք Արմանը մեղավոր է, որ լռել է այդքան երկար։ Կամ նա զոհ է նույն համակարգի, որը ստեղծել էր Մանվելը, համակարգի, որտեղ խոսելը նշանակում էր ռիսկի դնել քո կյանքը եւ քո ընտանիքի կյանքը։ Երբ Հրայր Մելքումյանը վերջապես ազատվեց 2018 թվականի հունիսի 28-ին, նա կշռում էր միայն 45 կիլոգրամ, 30 կիլոգրամ պակաս, քան 3 տարի առաջ։ Նրա մարմինը ծածկված էր վերքերով շղթայից։ Նրա ատամները մեծ մասամբ փտել էին անբավարար սնուցման պատճառով, եւ նրա աչքերը չէին կարող դիմանալ արևի լույսին, 3 տարի մութության մեջ ապրելուց հետո։ Բայց ամենավատագույնը չէր ֆիզիկական վնասը։ Ամենավատագույն այն էր, ինչ կատարվել էր նրա հոգու հետ։ Հոգեբանները, ովքեր սկսեցին աշխատել Հրայրի հետ, նկարագրեցին նրա վիճակը որպես ծանր հետտրավմատիկ սթրեսային խանգարում, երկարատև մեկուսացման եւ տանջանքների հետևանքով։ Նա չէր կարող քնել առանց լույսի, չէր կարող լինել փակ տարածությունում, չէր կարող լսել շների հաչոցը առանց սկսելու դողալ։ Բայց ամենասարսափելին այն էր, որ նա չէր կարող վստահել մարդկանց։ 3 տարի նա տեսել էր միայն 2 տեսակի մարդկանց. նրանք, ովքեր նրան տանջում էին, եւ նրանք, ովքեր գիտեին նրա մասին, բայց ոչինչ չէին անում։ Ինչպես կարող է մարդ վերականգնել վստահությունը, երբ ամբողջ աշխարհը լքել է քեզ։ Բժիշկները ասացին, որ Հրայրին կպահանջվի տարիներ թերապիայի, վերականգնելու համար, եւ նույնիսկ դրանից հետո նա երբեք չի լինի նույն մարդը, ով էր 3 տարի առաջ։ Մանվել Գրիգորյանը ոչ միայն գողացել էր Հրայրի ազատությունը, նա գողացել էր նրա կյանքը, նրա առողջությունը, նրա ապագան։ Ինչպիսի պատիժ կարող է համարժեք լինել այսպիսի հանցագործության համար։ Մանվել Գրիգորյանի դատավարությունը սկսվեց 2019 թվականի հունվարին եւ դարձավ մի ամենաշատ հետևող գործերից Հայաստանի պատմության մեջ։ Յուրաքանչյուր օր դատարանի դահլիճը լի էր լրագրողներով, իրավապաշտպաններով, պարզապես հետաքրքրասեր քաղաքացիներով, ովքեր ուզում էին տեսնել, թե ինչպես է արդարադատությունը վերջապես հասնում մարդուն, ով տարիներ շարունակ համարվում էր անձեռնմխելի։ Դատախազությունը ներկայացրեց ապացույցների լեռ, փաստաթղթեր, լուսանկարներ, վկաների ցուցմունքներ, բժշկական զեկույցներ։ Նրանք ցույց տվեցին, թե ինչպես էր Մանվելը տարիներ շարունակ գողացել բանակից, թե ինչպես էր նա պահել Հրայրին բանտարկված, թե ինչպես էր նա ստեղծել ամբողջ համակարգ, ծածկելու իր հանցագործությունները։ Բայց Մանվելի պաշտպանությունը փորձեց ներկայացնել այլ պատկեր։ Նրանք պնդեցին, որ գեներալը հիվանդ մարդ է, որ նրա գործողությունները ազդված էին նրա առողջական խնդիրներից, որ նա չէր հասկանում իր արարքների լրջությունը։ Նրանք բերեցին բժիշկների եզրակացություններ, ցույց տալու Մանվելի հոգեկան վիճակը, նրա հիշողության խնդիրները, նրա պարանոյան։ Բայց դատարանը չընդունեց այս պաշտպանությունը։
Դատավորը հայտարարեց, որ անկախ նրա առողջական վիճակից, Մանվել Գրիգորյանը լիովին գիտակցում էր իր գործողությունները եւ պետք է պատասխանատվություն կրի դրանց համար։ 2019 թվականի սեպտեմբերին դատարանը արտասանեց վճիռը։ Մանվել Գրիգորյանը մեղավոր է ճանաչվում մարդու ապօրինի ազատազրկման, զինվորական սարքավորումների գողության եւ իշխանության չարաշահման մեջ։ Նրան դատապարտվեց 8 տարի ազատազրկման։ Բայց արդյոք 8 տարի բավարար է 3 տարի տանջանքների համար։ Արդյոք այս պատիժը կվերականգնի Հրայրի կյանքը։ Բայց Մանվել Գրիգորյանի պատմությունը չվերջացավ դատավճռով։ 2022 թվականի հունվարին, երբ նա դեռ պատիժը կրում էր բանտում, նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ։ Բժիշկները ախտորոշեցին ծանր սրտանոթային հիվանդություն եւ խորհուրդ տվեցին տեղափոխել նրան հիվանդանոց։ Մի քանի շաբաթ անց Մանվել Գրիգորյանի ճանապարհը ավարտվեց։ Նա հեռացավ այս աշխարհից, առանց երբևէ իսկապես ներողություն խնդրելու Հրայրից, առանց երբևէ բացատրելու, թե ինչու արեց այն, ինչ արեց, առանց երբևէ բացահայտելու բոլոր իր գաղտնիքները։ Նրա մեկնումը թողեց ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր օգնեցին նրան տարիներ շարունակ։ Ինչպես էր հնարավոր, որ ամբողջ համակարգը լռեց այդքան երկար։ Եվ ամենակարևորը, արդյոք այս պատմությունը կարող է կրկնվել։ Այսօր, երբ այցելում ես Էջմիածին, Մանվել Գրիգորյանի առանձնատունը դատարկ է։ Պատերը դեռ կանգուն են, բայց ներսում ոչինչ չի մնացել, ոչ հարստությունը, ոչ իշխանությունը, ոչ վախը։ Տեղական բնակիչները դեռ հիշում են այն օրերը, երբ այս տունը խորհրդանիշ էր անձեռմխելիության, երբ ոչ ոք չէր համարձակվում անցնել այդ փողոցով առանց վախի։ Բայց այժմ երեխաները խաղում են այն բակում, որտեղ երբեմն Հրայրը շղթայված էր, եւ կյանքը շարունակվում, կարծես ոչինչ չի եղել։ Բայց արդյոք մենք իսկապես սովորեցինք ինչ-որ բան այս պատմությունից։ Հրայր Մելքումյանը դեռ ապրում է Հայաստանում, դեռ շարունակում է իր թերապիան, դեռ փորձում է վերականգնել իր կյանքը։ Նա հազվադեպ է տալիս հարցազրույցներ, հազվադեպ է խոսում իր փորձառության մասին, բայց երբ խոսում է, նա միշտ ասում է նույն բանը. Ես ուզում եմ, որ մարդիկ հիշեն, որ լռությունը նույնքան վտանգավոր է, որքան հանցագործությունը։ Երբ մենք լռում ենք անարդարության դեմ, մենք դառնում ենք դրա մաս։ Քննիչները շարունակում են հետաքննել Մանվելի գործերը, շարունակում են փնտրել այն մարդկանց, ովքեր օգնեցին նրան։ Մի քանիսը արդեն դատապարտվել են, բայց շատերը դեռ ազատության մեջ են, շարունակելով իրենց կյանքը, կարծես ոչինչ չի եղել։ Համակարգը, որը թույլ տվեց Մանվել Գրիգորյանին անել այն, ինչ նա արեց, դեռ գոյություն ունի։ Տապերը, կոռուպցիան, վախը, բոլորը դեռ այնտեղ են։ Փոխվել է իրականում ինչ-որ բան, թե մենք պարզապես սպասում ենք հաջորդ Մանվել Գրիգորյանին։ Այս պատմությունը ոչ միայն Մանվել Գրիգորյանի մասին է, այն պատմություն է մեր բոլորի մասին։ Այն մասին, թե ինչպես ենք մենք ընտրում լռել, երբ տեսնում ենք անարդարություն, թե ինչպես ենք մենք թույլ տալիս համակարգին շարունակել գործել, քանի որ մեզ թվում է, որ մենք ոչինչ չենք կարող փոխել։ Բայց Հրայրի պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր լռություն ունի գին, որը վճարում է ինչ-որ մեկը, ում մենք չգիտենք, ում մենք չենք տեսնում, բայց ով տառապում է մեր անտարբերության պատճառով։ Երբ Արման Սարգսյանը վերջապես համարձակվեց խոսել, նա փրկեց Հրայրի կյանքը։ Բայց քանի այլ հրայրներ կան դեռ, ում մասին մենք չգիտենք, ովքեր սպասում են, որ ինչ-որ մեկը համարձակվի խոսել։ Քանի այլ մանվելներ կան, ովքեր շարունակում են իրենց հանցագործությունները, քանի որ գիտեն, որ համակարգը կպաշտպանի նրանց։ Եվ ամենակարևորը, քանի մեզանից կընտրենք լռել, երբ կտեսնենք հաջորդ անարդարությունը։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ են դեռ հիշում Մանվել Գրիգորյանին։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։